La bohème, ça voulait dire on est heureux. Ici, ce n'est pas Montmartre, mais dans ce coin du cœur de la capitale arménienne, il y avait notre bohème à nous, les artistes, les rêveurs, des âmes libres de Yervant Kochar à Levon Nersisyan, passaient en éclat ou en silence et la vie vibrait tout à fait autrement. Aujourd'hui, la bohème revient, mais pas seulement une statue, mais une présence, un souffle, une vie d'amour, un lien entre Paris et Yerevan, entre mémoire et rêve. Charles Aznavour est là, plus proche que jamais et toujours vivant. Ազնավուրն ընդմիշտ վերադարձավ հայրենիք, շրջապատված իր հանդիսատեսով, տաք ու ջերմ, նրանց հետ ու նրանց միջև։ Ազնավուրն է իրեն բնորոշ ձեռքի շարժով, իր միլիարդավոր լսարանին այդքան հարազատ սպիտակ թաշկինակը ձեռքին, չէ որ ամեն անգամ համերգներին շատերն էին երազում, որ հենց իրենք պիտի որսային այն։ Սամվել Գասպարյանը նրանցից մեկն է, նա ոչ միայն շանսոնիեի մեծ երկրպագուն է, այլև հենց նրա շնորհիվ են Հայաստանում Ազնավուրի խոսքն ու փիլիսոփայությունն ավելի լավ ճանաչել։ Ազնավուրը եկել է Հայաստան, եկավ Հայաստան Ազնավուր, եկավ Երևան։ Ես արդեն մենակ չեմ զգում, անկեղծ եմ ասում։ Երբ որ ես իր կարիք ունենամ, կգամ կտեսնեմ իրեն։ Մենք Ազնավուրին պարտք ենք, սա մեր պարտքի մի մասը տվեցինք մենք, մյուս մասը պարտադիր մենք պիտի մեր օդանավական Ազնավուրի անունով կոչենք անպայման եւ ել չեմ ասում պիտի տեր կանգնենք Ազնավուրի տուն թանգարանին։ Հուշարձանի հեղինակը Երևանին նոր գույն ու դեմք հաղորդած Դավիթ Մինասյանն է։ Նրա ձեռքի գործերն են տղամարդիկ արձանախումբը Սոր Սարգսյանի եւ Արամ Մանուկյանի արձանները։ Շանսոնիեի կրտսեր որդու ընտանիքը ներկա էր պատմական այսօրը եւ ուրախ Երևանի այս անկյունում նոր տուն ունեցան։ Նիկոլա, ինչ ապրումներ ունեք։ Շատ հուզված եմ եւ շատ եմ հավանել այս աշխատանքը եւ շնորհակալ եմ։ Ինչպես եք գնահատում այն։ Շատ նուրբ աշխատանք է արված, մեծ տաղանդով, հորս արժանի հարգանքի տուրք է։ Բեմից հիշեցրեց 2 տարի առաջ Փարիզի սրտում Շանզելիզեի սկզբնամասում Ազնավուրի անվան պուրակ է բացվել, իսկ քաղաքապետ Ան Իդալգոն խոստացել է Ազնավուրի եւս մեկ արձան էլ հենց այդտեղ կհանգրվանի, հզոր կապ ստեղծելով Ֆրանսիայի ու Հայաստանի միջև։ Հույս ունեմ, որ այս երկու վայրերի, թե Երևանում եւ Փարիզում կկարողանան մի ամուր կամուրջ կազմել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև, մի կապ, որը հայրս երբեք չի դադարել մարմնավորել իր ամբողջ կյանքի ընթացքում։ Փարիզի Օդեոն հրապարակում իր հարցազրույցներում, գրքերում, երգերում այդքան պատմած հայրական տան Մսյո Լը Պրենս փողոցի մոտ Ազնավուրի կիսանդրին արդեն դիմավորում եւ ճանապարհում է անցորդներին։ Եվս մեկն էլ դեռևս 2000-ականներից ջերմացնում է գյումրեցիների սրտերը։ Դա եղել էր Սպիտակի երկրաշարժից հետո իրենց լույս ու հույս բերած Ազնավուրի հանդեպ անսահման սիրո ու երախտագիտության խորհրդանիշը։ Առաջին անգամն է, որ ժողովրդին առաջը հանվին։ Իսկ հիմա երկնքից էր հետևում արարողությանն ու ով գիտե, իրեն բնորոշ հումորով նորից կատակում, էլի հանվեցի։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։